Միջև չտեսնենք ապահով, ազատ և ինքնաբավ Հայաստանում։ Այսօր կեսօրին Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվեց Սասնա Ծռեր զինված խմբի անդամ Պավել Մանուկյանը, ով հետազոտություններից հետո արդեն վաղը կենթարկվի ոտքի երկրորդ վիրահատությանը։ Նրան դատապարտյալների հիվանդանոցից Էրեբունի բերեցին շտապ օգնության մեքենայով, զինվորականների ուղեկցությամբ։ Հարցին թե համարում եք, որ ձեր նպատակին հասել եք, Պավել Մանուկյանն արձագանքեց։ Հուլիսին ոստիկանության շենքը գրաված զինված խմբի պահանջների շարքում էր նաև իշխանությունների հրաժարականը։ Նախորդին Պավել Մանուկյանի հետ քաղաքական թեմաներով զրույց ունեցած փաստաբան Հարություն Բաղդասարյանի փոխանցմամբ Մանուկյանը վարչապետի հրաժարականը կապում է Սասնա Ծռերի գործունեության հետ։ Պավել Մանուկյանի սկզբունքը դիրքորոշումը հետևյալն է. չի կարող, որ երկրում որևէ փոփոխություն չլինի։ Եվ այդ փոփոխությունները անպայմանորեն կապվում էր նաև Սասնա Ծռերի հետ։ Ինչու՞, որովհետև Սասնա Ծռերը ստեղծել են մի իրավիճակ, որ պարզ ասում են, որ այս ճանապարհով շարունակել չի լինի։ Մեր պատկերացմամբ իշխանություններ շուտով կփոխվի, որովհետև էպիզոդիկ փոփոխությունները որևէ արդյունքի չեն հասցնի։ Միևնույն ժամանակ ըստ փաստաբանի Պավել Մանուկյանը Հայաստանի վարչապետի հրաժարականն ու կառավարության կազմի առաջիկա փոփոխությունը չի ընդունում որպես լուրջ առաջընթաց։ Մենք պատկերացնում ենք, որ սա էական որևէ հիմնական փոփոխություն չի կարող առաջացնել։ Մի բան էլ ասեմ, մեր պատկերացրած իհարկե վարչապետը չպետք է լիներ Կարեն Կարապետյանը, որովհետև Կարեն Կարապետյանը գիտեք նորից, այսպես ասենք, դրսի ուժերի շահարկողը պետք է լինի։ Միևնույն է, այսինքն դրսից բերած մարդիկ Հայաստանի համար չեն կարողանալու այն աշխատանքը տանել, որոնք որ նվիրված լինեն երկրին կամ մտադիր լինեն ինչ-որ փոփոխություններ անելու։ Էրեբունի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Մանուկյանն այս անգամ ոտքի վերջնական վիրահատման կենթարկվի։ Մետաղային հարթակի միջոցով կֆիքսվի նրա կոտրվածքն ու ոսկրային բեկորները։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ոսկրային հյուսվածքները համադրվեն եւ ոսկորն աշխատի։ Ոստիկանական գնդի տարածքի գրավումից 10 օր անց հուլիսի 27-ին վիրավորված Մանուկյանը լուրջ մարմնական վնասվածք էր ստացել։ Նրա ազդոսկրը հրազենային վիրավորումից ըստ փաստաբանի փշրվել էր, ինչը պաշտպանական խմբի մոտ կասկածներ է առաջացրել, թե Մանուկյանը գուցե վիրավորվել է զրահամեքենա խոցելու համար նախատեսված փամփուշտից։ Բրանիբոյնի այդ պարկուշներից, որովհետև Պավել Մանուկյանի ամբողջ ոսկրային համակարգը ամբողջությամբ փշրված, այսինքն փոքր ոսկորներ են առ եւ մարմնի մեջ առաջացել են տարբերաբնույթ փոսեր են առաջացրել։ Միտեղից չի մտել, միտեղից դուրս է եկել, միտեղից մտել է մի 4-5 տեղից է դուրս եկել եւ այսօր հիվանդանոց էին եկել նաեւ Պավել Մանուկյանի կինը եւ դուստրը։ Նրանք այս անգամ եւս հնարավորություն չունեցան տեսակցել իրենց ընտանիքի անդամին։ Վստահ են մի քանի րոպեով վիրավոր հայր եւ որդի Արամ եւ Պավել Մանուկյաններին տեսակցելը որևէ կերպ չի խոչընդոտի նախաքննության ընթացքին։ Եթե հանդիպեք, ինչի՞ պիտի խանգարի։ Այսինքն դուք նաեւ հանդիպում եք պահանջում ըստ էության։ Որ թույլ տան իհարկե, բայց թույլ չեն տալիս։